Երևանում այսօր գործում է 15 գրախանութ։ 60-ականներից իրացվող պետական քաղաքականության շնորհիվ Խորհրդային Միության վերջին տարիներին Երևանում գործում էր շուրջ 75 գրախանութ։ Անկախության տարիներին հանրային տարածքների նշանակությունը հետզհետե փոխվեց։ Նախկին թիվ 2 գրախանութ, ունեցել է 2 հարկաբաժին, առաջինում վաճառվել է արտասահմանյան գրականություն, երկրորդում հայ գրականություն։ Շեքսպիրի ամենահայտնի ողբերգությունը Համլետը հայ ընթերցողին և թատերասերին ծանոթ է առաջին հերթին Հովհաննես Մասեյանի դասական թարգմանությամբ և մանկուց մեզ ծանոթ է, այնպես որ նոր թարգմանությունը շատերի համար դժվար ընկալելի է։ Այս առումով Արամ Թոփչյանին վիճակվել է շատ ծանր փորձություն, բայց ի պատիվ իրեն պիտի ասեմ, որ հաջողվել է լիովին ձերբազատվել Մասեհյանի հանրահայտ թարգմանության ազդեցությունից և ներկայացնել Համլետի մի թարգմանություն, որը նոր է բոլոր առումներով և բառապաշարի օգտագործմամբ և ոճական տեսակետից, էլ չեմ խոսում տաղաչափական նոր մոտեցման մասին, երբ որ ողբերգությունը փաստորեն այս գրքում ներկայացված է չափատողի դիմաց չափատող սկզբունքով, այսինքն Շեքսպիրյան մեկ տողին համապատասխանում է հայերեն մեկ տող։ Այն ընթերցողների համար, ում ականջին շատ ընտել է Մասեհյանի տեքստը, այս թարգմանությունը գուցե սկզբում խորթ թվա, բայց շատ արագ համակերպվում ենք նոր թարգմանական սկզբունքներին, որոնք ներկայացված են այս գրքում, աչքի է ընկնում բանաստեղծականությամբ, շատ ավելի մատչելի է ընթերցողին, օգտագործված է լիովին այլ բառապաշար և այս գրքով հայ ընթերցողին, իսկ գուցե նաև հետագայում թատերասերին ներկայանում է մի Շեքսպիր, որը շատ ավելի ժամանակակից է, շատ ավելի նորաշունչ է և այս ամենը համալրում են նաև հրաշալի մեկնությունները, բառացիորեն այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել, ինչ երբևէ հետաքրքրել է ընթերցողներին կամ Շեքսպիրյան մեկնաբաններին, այստեղ իր արտացոլումն է գտել, ամենաընթարցակ, ամենատարողունակ մեկնություններն են, որ երբևէ հայերեն հրատարակվել են և այս գիրքը ընդհանրապես որպես Շեքսպիրյան հայերեն հրատարակություն, ինչպես նշեցի, բացառիկ է առաջին հերթին այն առումով, որ մի ամբողջ հանրագիտարան է Համլետի մասին և մեծ հաջողությամբ կարող է սեղանի գիրք դառնալ բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է Շեքսպիրը, ում հետաքրքրում են Շեքսպիրյան ողբերգությունները, Շեքսպիրյան թատրոնը և մասնավորապես Շեքսպիրյան Համլետը։